Ախր տղա ջան, ես այդ փողը վերցրել եմ հին թաղի փաթեթը վերցնելու ու այդ տարածքը մեծացնելու համար, հասկանում ես։ Ու երբ որ այս նախագիծը վերջանա, չէ, այդ փողը եռակի հետ է գալու։ Ու ես քո փողը կվերադարձնեմ, չմտածես։ Հետ չեմ ասում, որ ինձանից հետո իմ ունեցածը քեզ ու քրոջ տա մնալու։ Բա վերջը։ Դե վերջը ինչ։ Եթե չես ուզում այդ փողը պարտքով տաս, տոկոսով դուր։ Նախ, առաջինը, հին թաղում դու շատ լուրջ պրոբլեմներ ունես։ Երկրորդ, դեռ հայտնի չի այդ պրոբլեմները յոքուտ քեզ կլուծվեն, թե ի վնաս քեզ։ Ու երրորդ, ես ո բանկ չեմ, որ տոկոսով գումար տամ։ Տոկոսով գումար ես ուզում բանկին դիմի։ Չորրորդը իմ փողերը հենց հիմա հետ տվեք, չէ։ Ինձ համար ամենավիրավորականը գիտես որն է, որ ինձ խաբելա այն մարդը, ումից ես դա չէի սպասում, ամենահարազատ մարդը, հայրս։ Տղա ջան, ես չեմ խաբել, ես ընդամենը պարտքով եմ վերցրել։ Առանց ինձ դրա մասին ասելու, վստահությունս չարաշահելով, ինչ որ թղթեր ստորագրեր տալով։ Այ ընկեր ջան, ելի եմ կրկնում, եթե այդ փողերը հենց սկզբից քո ձեռը լիներ, հիմա արդեն չկար։ Դա քո գործը չի, թե այդ գումարը ուր կլիներ։ Դա իմ փողն է, բա։ Մորս կողմից ժառանգված գումարը։ Այդ փողերը վերադարձրու։ Ես զիջումների չեմ գնալու։ Դու քո մարդասողի, հա։ Հա, Դավիթը մի երկու բառով ասել եմ, բայց շատ բան չգիտեմ։ Շատ լավ է, որ պատմել է։ Ուրեմն վստահում է քեզ, սիրում է քեզ։ Հիմա ձեզ ինչ է պետք։ Դավիթի հայրը այդ հաշվից ահագին գումար է ծախսել։ Իհարկե, այդ ամեն ինչի վերջը Դավիթին վերադառնալու է, բայց ինքը դա արել է առանց Դավիթի իմացության։ Դե Դավիթն էլ նեղվել է, արդար է։ Եվ պահանջում է, որպեսզի ամբողջ գումարը վերադարձնի իրեն, որը անհնար է, որովհետև եթե հայրը այդքան գումար ունենար, իր գումարներին չէր կպնի։ Հիմա ձեր ուզածը ինչ է։ Որ համոզես Դավիթին, որ այդ գումարը մաս-մաս ուզի։ Բնականաբար ամբողջ գումարը իրան պիտի տրվի, դա իր գումարն է, բայց որ մի անգամից չուզի։ Բայց ես իրա ինչն եմ, որ իրեն համոզեմ կամ իմ համոզելով, հա։ Ուզում եմ հասկանամ, դու այդ կարգի միամիտ ես, թե քեզ միամիտի տեղ ես դրել։ Ինչի եք տենց բան ասում։ Որովհետև եթե ինքը քեզ այդ մասին պատմել է, ուրեմն վստահում է, ու եթե դու էլ ինչ-որ բան ասես, ինքը քեզ կլսի։ Հիմա քեզ դժվար է այդքան ասել։ Չէ, դժվար չի։ Կասեմ, ուղղակի ոնց որ հավատս չգա, որ կլսի։ Ոչինչ։ Դու ասա մնացածի իր մտածելու բանն է։ Կասես, կարող եմ հույս դնել քեզ վրա։ Տես հանկարծ չշփոթես, ոչ թե գումարը իրան չտրվի, այլ տրվի մաս-մաս։ Չէ, չեմ շփոթի։ Մի անհանգստացեք։ Ուրեմն հասկացանք իրար։ Լավ ասենք, թե հիմա Լուսեն եկավ ու քեզ ասեց, որ ինքը փոշմանելու։ Դու ինչ ես անելու։ Դե նայած ինչ ա ուզելու։ Գժվացնի։ Սա ինձ էլ կգժվացնի։ Լսի։ Ես քեզ այն ժամանակ ասում էի, Արեգ ջան, որ ինքը եթե չսիրելով ամուսնացել, ուրեմն սա գործարք է։ Տենց է ասել է։ Տենց է։ Եթե գործարք է, ինքը չի կարող բաժանվել։ Իսկ եթե ինքը որոշում է կայացրել, ուզում է բաժանվել, այդ առանց քեզ էլ կարող է անի։ Տենց է, Արեգ ջան։ Տենց է։ Ու ինչ ես ուզում։ Չէ, մի րոպե, ուզում հասկանամ, ասենք թե ինքը եկավ, լաց եղավ քեզնից խղճահարություն պոկեց։ Ու չթողեց, որ դու քո կյանքը դասավորես։ Արեգ, քեզ հետ եմ։ Սոտ։ Ես շատ լավ հասկանում եմ, թե դու ինչ ես ասում, դու ամեն ինչ ճիշտ ես ասում։ Ես ընդունում եմ, բայց սիրտս չի ընդունում, հասկացի։ Սիրտս թքած ունի ամեն ինչի վրա։ Դու ստեղ ձեղներ։ Ուրեմն լսի, այդ սրտիդ մի լսի։ Ուղեղիդ լսի։ Չեմ կարող քեզ խաբել։
Ես Արամի նման չեմ։ Իմ մասնագիտությունը ես եմ ընտրել ու սիրելով եմ գնացել։ Բա հիմա։ Հիմա էլ։ Համել այսօր շատ կարևոր մասնագիտություն է։ Մտածում եմ 3-րդ կուրսից արդեն աշխատանքի անցնեմ։ Աշխատել պետք է։ Տեսականը լավ է, բայց դե պրակտիկել պետք է կիրառես։ Հաստատ։ Պապային խնդրել եմ ինձ իր մոտ աշխատանքի վերցնի։ Չնայած Դավիթն էլ էր ասել։ Իսկ դու ինչ ես մտածում։ Դե ես պապայի հետ արդեն խոսացել եմ։ Իր մոտ եմ գնալու։ Երեխեք մեր թեյը արդեն պատրաստ է, կարող է գնանք նստենք։ Լուսե, բայց հաստատ խնդիր չէր, որ եկանք։ Չխանգարեցինք։ Հաստատ։ Ես միշտ ուզեցել եմ ինձ մեծ քույրիկ ունենամ։ Եթե դու էլ ուզես, կարող ենք իրար հետ ընկերություն անել։ Արամը չի պատկերացնում ոնց է իր բախտը բերել։ Արամը հաստատ մեծ աղբեր կուզեր։ Դե Արեգը ոնց որ մեծ աղբեր է, էլի։ Արեգը ո՞վ է։ Մենակ առանց լացուկոց է Լինոնա։ Այնքան հեշտ եք խոսում, Տիկին Սրապյան։ Դուք չեք էլ պատկերացնի, թե երեք ինչ սարքեց, իմ կյանքը թելից էր կախված։ Ու հիմա էլ չգիտեմ, որ գա ինչ կան ինձ, տեղից դուրս կշպրտի, թե ինչ։ Հանգստացի, հա, Նոնա ջան, դուրս չի շպրտի։ Ինչ գիտեք։ Ավայարի չմանրամասնեմ, հա դու քո ձևով շարունակի, չեմ տեսել, չեմ լսել, ոչ մի բանից տեղյակ չեմ։ Հա իդեպ, որպես հաճելի անակնկալ բոնուս ունես, փոխանցում հաշվի։ Վայ Տիկին Սրապյան ջան, ազնիվ խոսք։ Ձեր պես մարդ չկա այս աշխարհում։ Հա, այդ մեկը չեմ վիճում։ Ոնց որ թե եկավ, պարոն Սրապյան, կզանգեմ։ Պարոն Սրապյան, ես Սուրճ դիր։ Արագացրու։ Տեսել եմ, բայց հին թաղի վերաբերյալ խոսք չի գնացել։ Մի տեսակ ես, Լուսեն ինչ։ Ուզում եմ հասկանալ ձեզ մոտ ամեն ինչ կարգին, հա? Անցյալ օրը մեր տանն էի, ոչ քո դեմքին գույն կար, ոչ Լուսեի։ Չէ, նորմալ է ամեն ինչ։ Դուք մեզ համար մի անհանգստացեք։ Հաստատ։ Բա ինչու՞ն է խնդիրը։ Այնպես չի, որ հիմա տեսքդ լավ է։ Հայրս։ Մորական պապիցս ինձ թողնված շատ մեծ ժառանգություն կա, որի մասին ես չգիտեի։ Դե իսկ հայրս որոշել էր, որ կարող է այդ ֆինանսները կառավարել ոնց ինքնաճիշտ գտնի։ Բայց երևի պետք չէր ձեզ ասել։ Համարի որ բան չես ասել, տղա ջան։ Ես Վարդանին եմ սպասում։ Մի քիչ աշխատեմ, միջև գա, դու հանգիստ կարող ես գնալ դու։
Լավ, ձյաձյարգամ, ես կփորձեմ նորից խոսել, բայց ես չեմ կարծում, որ պապան կհամաձայնվի այդ թեմայով ինչ-որ բան անել։ Լավ չի։ Հեչ լավ չի։ Բայց այստեղ մենակ հարցը փողը չի։ Այստեղ մեր ազնիվ ու մաքուր անունն է վտանգի տակ։ Եվ հետո այսքան տարիների մեր չարչարանքը ու կաթիլ հավաքած հարգանքը։ Ձյաձյարգամ, լավ ոչ մի ուրիշ տարբերակ չկա։ Վերջին տարբերակը բաժնետերերի ժողովն է։ Իսկ թե ով ինչ որոշում կկայացնի, Ուզում ասեք Արեգը ով է։ Իմ պապայի ընկերոջ, ամենամոտ ընկերոջ տղան է, մենք բոլորս իրար հետ ենք մեծացել։ Չէ, իմ պապան ընկերներ չունի, իրանը գործընկերներ են։ Դե ոնց որ ձեր պապայի հետ, իրանք գործընկերներ են, չէ։ Հա, գործընկերներ են։ Կուզեի Դավոյին էլ տեսնեի, բայց երևի ուշագալու չէ։ Ինքից բան չի ասել, ուղղակի շատ արագ դուրս եկավ տանից։ Դավոն, արագ։ Ինքը շատ դանդաղ է։ Պապայի հետ միշտ խնդիրներ է ունենում դրա պատճառով։ Ես մի երկու դաս ունեմ վաղվա համար։ Ուզում ես գնաս։ Հա։ Անայս բա դու։ Հա, ես էլ կգամ։ Ինձ կճանապարհես, չէ։ Հա, բա ոնց։ Դե 2 րոպեից պատրաստ եմ։ Կներես։ Չհասկացա ոնց բերանցս թռավ։ Դուրդ գալիս է, հա, ոնց որ։ Դե վատ աղջիկ չի։ Ինձ էլ չես ասում։ Դե նես չի, որ դու ինձ ամեն ինչ ասում ես։ Պարտադիր պետքա գծեիր։ Ախրեն անդուր մարդու աղջիկն է, Հա, ինչ կապ ունի այդ։ Իմ համար կապ ունի։ Ես այդ մարդուն չեմ սիրում։ Ես պատրաստ եմ։ Եկա։ Պարոն Սրապյան, Պարոն Սրապյան, այսօր ոչինչ չեք խոսում, ձեր նման չեք։ Ինչ կուզեք անեմ ձեր համար։ Գնա տուն, ոնիչք։ Իսկ կարողա դուք էլ։ Դե հիմա ձեզ ոնց սենց թողնեմ ու դուրս գամ։ Ասում եմ գնա տուն։ Իսկ վաղն առավոտ։ Իսկ վաղը առավոտ կգաս գործի, պարզ չի։ Գտակ այդ նկարները ովեր։ Հա, գտա, գնա։ Լավ, պարոն Սրապյան։ Բայց քուրիկը շատ լավն է։ Այն դուրն էլ է գալիս։ Դավիթն էլ է շատ լավ է։ Ուղղակի դուք նորմալ չեք շփվել, չես ճանաչում իրան, բայց ինքը շատ լավն է։ Դե հա չենք շփվել։ Բան չեմ կարող ասեմ։ Ես Դավիթին կխնդրեմ, որ հաջորդ անգամ ինքն էլ տանը լինի։ Կշփվեք իմանաս։ Դե
Համարյա հասնում ենք։ Դու կարևոր դաս ունեիր անելու։ Կուզես։ Չէ, դե 2 րոպեն չի խանգարելու։ Մերսի։ Պատկերացնում ես գնամ տուն Վիկան տանը լինի։ Ճիշտ է, իրան չեմ ասել, բայց այնքան հարցեր կտա, ստիպված պետք է ասեմ։ Այ ոնց կուզես։ Կարող ես ուզես գաս մեր տուն։ Չէ, դա ասելս մնաց։ Թող մնա մյուս անգամ, հա։ Լավ։ Իրանք արդեն պայմանավորվել էին, Արթուր։ Հա, որ իրար հետ իջանք արդեն խոսում էին։ Բայց ինչի չասեցին։ Դե լավ, կարևորը որ արդեն իրար հետ շփվում են։ Հա, կարևորը, բայց թող չմոռանան, որ մեր միջոցով են ծանոթացել։ Հա, այսինքն մենք պետք է առաջին ամուսնանանք, որ հետո իրենց քավոր կանենք, չէ՞։ Հա, բա։ Մեկը հեսա առավոտ անայցին այնքան հարցեր եմ տալու, ստիպված պատմի թե երեք ուր էին գնացել Արամի հետ։ Ոյ, խեղճ անահիս։ Հետ էլ խեղճ չի։ Դե Արթուր, որ չպատմի դու կարաս Արամին հարցնես։ Վիկա, քեզ ինչ եղավ։ Առավոտ այդ ինչ քայլում ենք Անահիսը, հասկացա, որ պետք է իրանք ասեն էլի։ Դե հետաքրքիր է, քեզ հետաքրքիր չի։ Դե հետաքրքիր է, բայց այնքան չէ, ինչքան որ քեզ, լավ էլի։ Արթուր, ո՞նց կարաս դու տենց։ Վերջ, Վիկ, գլխիցս արդեն ծուխ ա գալիս, կլինի մի քանի րոպե մենք իրար հետ քայլենք, հասկանանք իրար ու գնանք։ Կլինի։ Հա։ Գնացինք։ Դավիթն էլ ասեց, որ ամեն ինչ նորմալ է։ Դե լավ է։ Հիմա գոհ ես։ Հա։ Առավոտյան արթնացա տանը չէիր։ Ուր էիր գնացել։ Արիամ։ Գերեզմանն էր։ Հաստատ Սաթենին ես հանդիպել, չէ։ Սաթենին էլ, Արեգին էլ։ Հետո։ Արեգը չուզեց խոսալ, գնաց։ Լավ չեմ հասկանում, գերեզման էիր ուզում գնալ, ուրիշ օր գնայիր, ինչ պարտադիր էր այդ օրը։ Կներես, բայց չեմ ուզում դրա մասին խոսել։ Իսկ կարանք պատվիրենք հետներս տուն տանենք։ Հա, ոնց չենք կարա։ Հավանացիր։ Հա, շատ։ Մտածում եմ, մեկը դու կծու շատ ես սիրում։ Արի քեզ կծուն վերցնենք, ինձ էլ առանց կծուն։ Կգնանք տուն հանգիստ կաշխատենք։ Հա, բայց հետներս վերցնելու կարիք չկա։ Կպատվիրենք, կբերեն։ Հա, դա շատ լավ է։ Բայց ոնց որ այսօր տրամադրություն չունես, հա։ Հա, կներես։ Երևի անձնական է։ Ես պետք է քեզնից ներողություն խնդրեմ Աշխեն։ Երիք չեսօր գործից ուշացա մի հատ էլ նորմալ գործ չարեցի։ Գոնե լավա դուրս եկանք քայլելու։ Տատիկս ասում էր ամեն ինչն էլ մարդու համար է։ Դե, հա, ուղղակի իմ այս վիճակը շատ երկար ձգված։ Հեշտ չի։ Ժամանակա պետք։ Ես խիստ կասկածում եմ, որ ժամանակը ինձ կբուժի։ Ես ինչ-որ որոշման պետք է գամ, թե չէ։ Կյանքս անիմաստ կանցնի կգնա։ Ամեն ինչ լավ կլինի։ Արի ուտենք գնանք քայլենք, հա։ Դե հաստատ դիտմամբ առանց զանգելու եկել։ Բա դու ուր էիր գնում։ Քայլելու։ Սպասիբա, Արամը Մեն համալսարանում են սովորում, համ էլ ընդհանուր ընկերներ ունեն։ Ասեցիր պապայիս ես տեսել։ մեզնից էր հարցնում։ Ուզում էր իմանալ ամեն ինչ լավ է, թե պրոբլեմներ ունենք։ Ինչ ես ասել։ Հանգիստ եղի, ոչ մի վատ բան չեմ ասել։ Բայց կամ մենք պիտի փորձենք իսկապես լավ ընտանիք դառնալ,
Կամ կներես, ես ամեն ինչ ստիպված կլինեմ պատմել։ Ինչքան պիտի խաբեմ այդ մարդուն։ Ես ինչքան հասկանում եմ, նա մեր արագ ամուսնանալու հետ կապված կասկածներ ունի։ Ու հիմա մենք ինչքան հանդիպենք, նա հարց ու փորձ է անելու։ Դրա համար նորից եմ ասում։ Անհայտ ուղղությամբ քայլելու փոխարեն պետք է միասին քայլել ու գնալ դեպի մեր ապագան։ Ու մի բան էլ։ Իմ լռելուն մի խաբվի։ Դա չի նշանակում, որ ես ոչինչ չեմ տեսնում։ Դա նշանակում է, որ ես դեռ կարողանում եմ սպասել։ Անայս ինչ է եղել։ Ինչ ես եկել փակվել սենյակում։ Լավ չես զգում քեզ։ Անայս։ Մամ, շատ լավ եմ։ Չնայած երևաց։ Էդ ի՞նչ է։ Քեզ համար եմ բերել։ Նրենը երևը պաշտպանն է։ Ինստագրամով շատ եմ տեսել։ Հա, ինստագրամով էլ պատվիրել եմ, տենց ավելի հեշտ ու արագ է։ Արև արդեն վառում է, լավ կլինի քսես մաշկետ չվարվի։ Ապրես մամ ջան։ Էս էլ է բնական չէ։ Նրենեի ամեն ինչն էլ բնական է։ Լավ, Ֆաթմի, ինչ արեցիք, գնացիք Դավիթ հենց տուն։ Ոնց ընդունեց Լուսեն։ Գնացինք։ Լուսենեն շատ լավ ընդունեց։ Ասեց Արամին ասեմ, որ հաջորդ անգամ էլ ինձ իր այդ տանի։ Արամին։ Մամ, բայց կարող է Լուսեն հասկացավ, որ Արամիկ դուրս գալիս է։ Յա, ես վերջապես խոստովանեցիր։ Մամ, լավ էլի։ Լավ, մի հուզվի այդքան։ Իրականում ով էլ տեսնի կհասկանա, որ դուրս գալիս է Արամը։ Ուրախացի, կյանքիդ ամենաքաղցր շրջանն է։ Շնորհակալ եմ։ Իսկ կարող է այդ հանեսունս տեսորդին։ Չէ, Արեգը հեսա կգա, խանութ ա գնացել, ասեց, որ ինչ-որ բան եք ուզել։ Կգա ինձ կտանի տուն ու գծագրեր պիտի վերցնի։ Ասեց, որ այս գիշեր էլ չի քնի, պիտի աշխատի։ Ամեն օր էլ է դա ամբողջ գիշեր աշխատում։ Բայց գիտեք, այսօր շատ տխուր էր։ Հա, նստի։ Նստի։ Լուսեն ապոշմանել։ Լուսեն։ Արիգի սիրած աղջիկ։ Հա, այն որ ամուսնացել էր։ Բայց այսինքն փոշմանել է։ Ամուսնանալու հետ է կապված։ Այսինքն ուզում է բաժանվի։ Չգիտեմ, երևի չէ։ Չգիտեմ։ Ճիշտն ասած, ինքը կտրուկ քայլեր կարող է անել, թե չի կարող անել։ Ամենայն դեպս ուզում է Արեգին տեսնի։ Աշխեն, եթե Արեգը քեզ դուր է գալիս, ուրեմն դու մի բան պիտի անես։ Դե, բայց ինչ պիտի անեմ։ Չգիտեմ, Արեգն ասում է, եթե Լուսեն օգնության կարիք ունենա, ես կօգնեմ Լուսեին։ Հասկանում ես, բայց ինձ չի թվում, որ Լուսեն կտրուկ քայլերի գնա, ինձ թվում է ինքը չի կարողանա։ Չէ։ Ու հետո մի բան ասեմ։ Ես չեմ ուզում, որ Արեգը ամբողջ կյանքում նստի ու Լուսեին սպասի։
Լավ, դու քո մեղքը չես գալիս։ Ես ստանում եմ այն, ինչին արժանի եմ։ Լավ էլի, Մարիամ, լավ էլի։ Արգամ ես կամաց մեռնում եմ, էլ չեմ կարողանում այսպես։ Ինչ է եղել, ուզածդ ինչ է։ Չգիտեմ, բայց սենց ապրել էլ հնարավոր չի։ Խաղաղվել էիր, չէ։ Ինչ եղավ քեզ նորից, չեմ հասկանում։ Կա բան, որ ես չգիտեմ։ Կա բան, որ ինձ չես ասել։ Ասա, խնդրում եմ, եթե ոչ ինձ ուրիշ ում ես ասելու։ Ինչ եղավ։ Սարեց ճաշը։ Արի գնանք աչքերդ լվա Արամ անիմաստ հարցեր չտա։ Արի։ Լավ, հանգստացի ես, ինչ է վիճակը։ Չես պատկերացնում, մեջս ինչ ներվա մտեց, ես մի բան վերցրեմ, ճարտ ու փշորանեմ։ Վայ, հանգստացի, տենց ոչ մի բանի չես հասնի։ Չի կարելի, պետքա հանգիստ խոսես։ Սաղոր դրա մասին եմ մտածում, բայց ուրիշ տարբերակ չեմ գտնում, դա որ երկու ոտը դրել եմ մի կոշիկի մեջ, տեղից չի շարժվում։ Վիրավորվել, հա։ Գլուխը պատովատով է վիրավորվել է։ Ինչ անում եմ իր համար եմ անում, կարող է հետս է տանելու։ Դե հա, հասկանում եմ, ճիշտ ես ասում, բայց սեզ չի լինի։ Զանգի, կանչի նորմալ խոսի հետ։ Իսաբել, լսի, Իսաբել ջան, դուք շատ լավ հարաբերությունների մեջ եք, չէ՞։ Զանգի էլի, զանգի իրան բացատրի, ամեն ինչ բացատրի, որ ես ամեն ինչը մեր բոլորիս համար շատ լավ է, քո համար է լավ, իր համար է լավ, Անահիսի համար է լավ, մի քիչ էլ իմ համար է լավ, ինչ կասես։ Լավ, կզանգեմ։ Կփորձեմ խոսեմ։ Շատ լավ, իսկ կարող է դու գնաս իրա տուն։ Ոչ, ես իրա տուն չեմ գնա, էդ էլ պակաս Լուսեի մոտ խոսեինք, ես չգիտեմ ինքը իրան ոնց կպահի։ Շատ լավ տիկինս, ոնց ուզում ես արա, մենական պայման արա էլի, խնդրում եմ, Իսաբել։ Լավա հասրի։ Վիկա։ Ամբողջ գիշեր չեմ քնել։ Լուսադեմին հազիվ աչքս կպել էր։ Բայց ինչի։ Ինձ ես հարցնում, դու պիտի ասես։ Ինչ էր եղել։ Բայց ինչ էր եղել։ Արամի հետ ուր էիք գնացել երեք։ Անայից չսկսես, խոզություն չանես։ Համ էլ մի մոռացի, որ Արամի հետ ծանոթացել ես իմ ու Արթուրի շնորհիվ։ Թե չէ մինչև այդ իրար անուն էլ չէիք ուզում լսեիք։ Վիկա մի հատ շունչ քաշի կխեղդվես հեսա։ Ես կխեղդվեմ, եթե հենց հիմա չասես, թե ուր էիք։ Կլինի քայլենք դասից ուշանում ենք։ Կքայլենք, եթե ասես։ Բրծում չունեմ քեզնից։ Գիտես։ Լավ, Արամի քրոջ տուն էի գնացել։ Ոնց։ Տարել էր ծանոթացներ քրոջ հետ։ Չէ, ես իր քրոջը ճանաչում էի։ Այսինքն, արդեն ծանոթացրել էր։ Բայց ինչ մուզմուզն եք երկուսդ էլ։ Փաստորեն դուք առանձին շփվում եք, մեզ չեք ասում։ Վիկա մի հատ հանգստացի, լավ։ Ոնց հանգստանամ։ Ոչ մեկին բան չես ասում, բան չես պատմում։ Ես քեզանից սենց բան չէի սպասում։ Ճիշտ են ասում կուրսի աղջիկները, դու լրիվ խոզ ես։ Հաբա, ոչ խոսում ես, ոչ պատմում։ Բայց որ իմ հետ սենց կպահես քեզ, Անայից չէի սպասում։ Լավ, սպասի։ Անայից։ Ոնց ես։ Շատ լավ։
Ինչ որ լավ բան է եղել։ Հա, լավ բան է եղել։ Հանդիպել ենք։ Ես էլ եմ ուրախ, որ հանդիպել ենք։ Ուղղակի զանգեցիր, ասացիր շտապ է։ Ամեն ինչ նորմալ է քո մոտ։ Ամեն ինչ նորմալ է։ Հանգիստ եղեք։ Վիկա, հոյրը չես, թող անցնեմ։ Անայս կներես, խնդրում եմ։ Ախր ոչ մի բան չես ասում։ Մի հատ քեզ իմ տեղը դիր։ Դու իմ փոխարեն ինչ կանեիր։ Հասած քո նման վրա չէի տա։ Անայս դու իմ համար կարևոր մարդ ես։ Դրա համար անհանգստանում եմ քո համար։ Դե խոսա, ինչ ես բերանը ջուր առել կանգնել։ Ինչքան ժամանակ աշփվում եք Արամի քրոջ հետ։ Կարող է արդեն Արամենց տունել ես գնացել։ Հա, գնացել եմ։ Վիկա, չեղած բաներ ես պատկերացնում, հանգստացի։ Ես Արամենց տուն գնացել եմ ոչ իմ համար։ Դավոյ հարսանիքներ։ Դավոն Արամի քրոջ հետ ամուսնացել։ Ինչ ես կանգնել։ Արի գնանք։ Սպասի։ Այն որ ասում էիր Դավոն նախկինից բաժանվել է, սիրահարվել է ուրիշ աղջկա։ Անայս Արամի քրոջ հետ էիր։ Հա։ Այ քեզ բան։ Լսի գոնե սիրուն աղջիկա։ Հա, ու շատ լավն է։ Վիկա, ինչ ես կանգնել մնացել։ Դե դու ոնց գիտես, ես գնում եմ։ Բարի լուսtig ես աթեն։ Արագը տաննա։ Չէ, տանը չի, համեցիր։ Ուրախ ես, հա, Լևոն ջան։ Չեք էլ պատկերացնի, թե ինչքան։ Եվ ինչ լուր ունես։ Շատ կարևոր բան եմ իմացել։ Երևի թե Իզաբելի ամենանավիրական գաղտնիքը։